Ողջույն հարգելի ցուլեր, սա ձեր կանխատեսումն է ապրիլ ամսվա համար։ Տեսնենք ինչ է սպասվելու բոլորիս ապրիլ ամսին, ես ինքս էլ ցուլ եմ, տեսնենք ինչ է սպասվելու։ Ձեր կանխատեսումը կար նաև մարտ ամսվա համար, մնացածինը չեմ շարունակել։ Կիսվել եմ Facebook-ում կարող եք նաև նայել, դա միայն հղումով կարող եք նայել, հա, եթե ունեք Facebook կարող եք մտնել այնտեղ նայել, ուրիշ կերպ չեք կարող։ Իդեպ փետրվարին որոշ չափով ինչ-որ բաներ նաև եղավ ինձ հետ, եւս մեկ անգամ էլ պետք է լսել նաև։ Ընդհանրապես լավ կլինի, որ վերադառնաք եւ լսեք ինչ կատարվեց, ինչը ոչ։ Ահա, տեսնենք։ Ցուլերի տրամադրությունը ապրիլ ամսվա համար։ Ֆինանսական վիճակը, շրջապատը, հարազատները, քույր, եղբայր, ընտանիք, տուն, երեխաները, առողջություն, սեր, հարաբերություններ, փաստաթղթեր, յուրաքանչյուր այնտեղ թոշակ կլինի, վարկ կլինի, ճամփորդություն, աշխատանք, բիզնես, ընկերներ, օգնություն եւ իհարկե ձեր վախերը, խնդիրները, գաղտնիքները։ Ահա։ Եթե պատրաստ եք, սկսենք, տեսնենք ինչ է կատարվելու։ Գնայինք ընդամենը այն քարտերը, որոնք որ ընկել են։ Եթե վատ քարտեր կլինեն, մենք հավելյալ ուղղակի խորհուրդ կհարցնենք կամ տեսնենք ինչպես է այն ավարտվելու։ Տեսնենք տրամադրությունը, ինչպես խորամանկ եք սկսելու, այսպես լավ տրամադրված եք լինելու։ Գիտեք, վատ չի խորամանկ տրամադրվելը, որովհետև եթե մարդը խորամանկ է, կարողանում է հասնել ինչ-որ մի բանի, եթե խորամանկ չի, քնած է, տեղում դոփում է, երբեք ոչինչի չի հասնի։ Ինչ-որ տես տրամադրություն կունենաք, բայց այստեղ նաև խաբեբայել կա։ Հուսով եմ խաբեբայի տրամադրությամբ չեք մտնի ապրիլ ամսին։ Տեսնենք էսի խորամանկությունն է, թե խաբեբայությունը։ Խորամանկություն, թե խաբեբայություն։ Այն չէ խորամանկություն այստեղ։ Ավելի շատ ոնց որ այստեղ այնտեղ ամեն ինչ անեիք, հասցնեք, այդպես ինչ որ ոնց որ մարդը ֆիքսված է, որ հա սա եմ անելու, սա եւ այդպես խորամանկորեն գնաք եւ անեք դա այն ինչ որ ուզում եք, հա, ոչ թե ուղղակի խափեք մարդկանց կամ նման ինչ որ բան։ Բայց ասեմ, որ ցուլերի շատերը կան, որ իրոք խափում են, որովհետեւ իրենք գումարի մեռած են լինում, իրենք ցուլերի տարբեր դեկատաներ կան, հա, այսինքն 1-ից 10-ը առաջին, երկրորդ, երրորդ, հա, այսինքն 20-ից 1-ը, 20-ից մինչև այնտեղ ապրիլի վերջը, 30-ը, 1-ից 10-ը, 10-ից 20-ը, այդպես կան, 11-ից 20-ը իհարկե, կան տարբեր հասկացողություններ, տարբեր ցուլեր։ Իդեպ դե բացի դա, որ մարդը ծնվել է ցուլ, նաև իր քարտեզում կա ինչ-որ կողմ պահեր, որը մարդուն այդպես է դարձնում։ Դե չենք խորանում դրա մեջ, ուղղակի ես ասում եմ, ինչ տրամադրությամբ կմտնեք դուք ապրիլ ամիս, տեսնենք ֆինանսների հետ կապված, այստեղ ընտրության առջև եք կանգնելու, ֆինանսների հետ կապված, ոմանք ծախսեք, ներդրում անեք, թե չանեք, գնեք, թե չգնեք, վաճառեք, թե չվաճառեք, վարկ վերցնեք, թե ոչ, միգուցե սա նաև երկրորդ եկամտի աղբյուր է, հա, երկու գործ կարող եք անել, երկուսից էլ եկամուտներ ստանաք ապրիլ ամսին, իրար հետ ինչ-որ գործեր անեք, կամ երկու տեղ աշխատեք, կամ կողքից, մի տեղ աշխատեք, կողքից էլ ինչ-որ բաներ անեք,
երկու տարբեր գումարներ կմտնեն ձեր տուն, բացի այն, որ կարող եք ընտրության առջև կանգնել, ինչ անել, ինչ չանել գումարի հետ կապված, չեմ ասում այստեղ գումարից նեղվում եք, ասում եմ, որ ընտրություն է կատարելու, միգուցե կարող է ինչ-որ գործունեություն եք ուզում ծավալել և մտածում եք, արդյոք արժի այդքան ներդրում անել, թե կեսը անեմ, հետո կեսը, այդպես կարող է նաև լինել ձեզ մոտ։ Տեսնենք շրջապատը, հարազատները, արդեն երկրորդ նշանն է, այս կինն է ընկնում այստեղ, սա ձեր քույրն է, ես անձնական քույր չունեմ, սա ձեր կարող է քույրն է, ինչ-որ նորություն կարող եք լսել իրենից, շրջապատ կարող եք մտնել ոչ մի աղջիկ, ում հետ կարող եք ավելի շատ շփվել, նորություններ կամ ձեր քրոջ հետ ավելի շատ շփվեք այս ամսվա ընթացքում, ինչ-որ հարցեր լինեն իրար հետ լուծեք, միգուցե իրար հետ գործ եք ուզում սկսեք, միգուցե ինչ-որ մի բան է, կամ ամուսնանում է, նշանադրվում է և իրեն պետք է օգնել, աջակցել, և կարող է շատ կարևոր է ձեզ համար։ Եվ որ չէ աղջիկ, կամ աղջիկներ կարող են մտնել, կամ ինչ-որ խումբ կարող եք մտնել, որտեղ շատ են աղջիկները, ինչ-որ բաներ եք անում, հոբիներով եք զբաղված, այդպես։ Ընտանիքը, տունը տեսնենք, ոմանց համար սա հղիություն է, ծննդաբերություն է, նոր ընտանիք կազմել, նոր հարաբերություններ սկսել, ընտանիքում ընտանեկան կարող եք բիզնես անել, կամ տանը որևիցե գործ սկսել, գործը դա բիզնես չի, եկեք մենք բոլորս իրար լավ հասկանանք, շատերն են գրում տանը գործ անում, տանը բիզնես անում, տանը բիզնես չի լինում, դա տան գործ է, աշխատանք է, զբաղվում եք, տան ինչ-որ բաներով, բիզնեսը դուրսն է, ամբողջությամբ դուրսը, տան մեջ գործ եք անում, և կարող է ինչ-որ մի գործեր եք սկսում տան մեջ, ինչ-որ մի բան եք անում, դա վաճառում եք, դա ձեզ համար օգուտ է գալիս, կամ նոր որևէ մի բան եք սկսելու, դեռ որ հիմա էլ այդքան պատկերացում չունեք, որ դա օրինակ կարող եք սկսել, և նման ինչ-որ մի բան է, որը կսկսեք։ Դա նաև նոր ընտանիք է ձևավորվում, կարող է ամուսնանում եք ապրիլին, և այդպես, նոր ընտանեկան կյանք է, քույրը, եղբայրը կարող է երեխաներ ունենան, հատկապես եթե մի տան մեջ եք ապրում, սա նաև ձեր տունն է և ընտանիքը ձեր։ Տան մեջ կարող եք փոքր-մոքր բաներ գնել, օրինակ փոքր դետալներ, ինչ-որ մի բան, կամ տուն սկսեք կառուցել, դեռ նոր հիմքը սկսեք, կամ վերանորոգում սկսեք, փոխեք, թարմացնեք, ինչ-որ նոր բան մտցնեք ձեր տուն։ Եվ ձեր ընտանիք կարող է, արդեն ասացի, քույրը կամ եղբայրը երեխա ունենան, և ապրիլին օրինակ բերեն տուն, կամ հղիություն և այդ շունչը լինի տան մեջ։ Տեսնենք երեխաների հետ կարող է վեճ լինել, սա պետք է արդեն հաշվի առնել, երեխաների հետ ուշադիր եղեք, որպեսզի չվիճեք։ Տեսնենք ինչի շուրջ կարող է լինել վեճը։ Օձերը կարող են խառնել, և կարող է ուղղակի շատ խառնվեք իրենց կամ անձնականին, կամ որ մարդը չի հասկանում, արդեն որ երեխան մեծացել է և փորձում է դեռ իրեն խոսել, իր հետ խոսել, և չեք հասկանում, որ ձեր երեխան արդեն հասուն է, իմաստուն է և պետք չի ինչ-որ ավելորդ, դա կարող է բերել, ոնց որ ինքը գիտի դրա մասին, բայց դուք անդադ բամփում եք իր գլխին հետը, և դա կարող է բերել վեճ ընտանիքում, և չի բացառվում, որ սա նաև օձերը լինեն, ովքեր որ փորձեն խառնել ձեր և ձեր երեխաների հարաբերությունները, մի թողեք ներս մտնեն, որովհետև այտենց մտնում են և հեղափոխում են, ինչ-որ բաներ են առանձին խոսում, երեխան էլ միանգամից տպավորվում է։ Տեսնենք առողջությունը, հիանալի է, պոպոքի նման առույգ եք, արջի նման առույգ եք, ոչինչ չկա այստեղ ձեզ մոտ, իդեպ ցուլեր կան, ովքեր որ չաղանալու հակում ունեն, իդեպ ես էլ եմ մտնում այդ ցուլերի մեջ, և դրա համար մենք միշտ պետք է սպորտով զբաղվենք, որպեսզի չգիրանանք, հատկապես հենց այսպես, կյանքի երկրորդ փուլում, ցուլերը, այս իմ հետ ծնված ցուլերը, դիրքը, որը որ իմ մոտ է, իրենք նույնպես
գիրանալու սովորություն ունեն, հատկություն ունեն։ Դա համար միշտ պետք է այնպես անեք, որ ֆորմի մեջ լինեք եւ չգիրանաք։ Զանգ է գալիս։ Հուսով եմ չի խանգարում տեսանյութին։ Եվ իհարկե գնայինք սերը, հարաբերությունները ձեր, այստեղ կամ անսպասելի ինչ-որ մեկն է մտնում ձեր կյանք, կամ դուք հանում եք ինչ-որ մեկին ձեր կյանքից։ Կամ կտրուկ փոփոխություն է տեղի ունենում ձեր անձնական հարաբերություններում, ձեր անձնական կյանքում, կամ դուք այստեղ փոփոխություն է տեղի ունենում։ Ուշադիր եղեք, ուշադիր, սա հիմքից ջնջել է, հիմքից հանել է ինչ-որ մեկին ձեր կյանքից, կամ սա փոխվում է հիմքից ձեր կյանքը։ Օրինակ, եթե միայնակ եք, մեկ էլ կարող է ինչ-որ մեկը հայտնվել եւ շատ արագ ինչ-որ մեկի հետ ընտանիք կազմեք եւ այստեղ սկսվող որոշ բաներ ունեք եւ ամիջապես ոնց որ փոխվում է ձեր կարգավիճակը։ Պարտադիր չի սա ամիջապես, եթե միայնակ եք հանեք, օրինակ, միայնակ մարդուն պետք է հանի իր կյանքից, ոչ ոքին։ Սա կտրուկ փոփոխություն է ձեր կյանքում, որ կարող է մտնել ձեր հարաբերություններում, կամ ինչ որ կտրուկ սեր է, անսպասելի սեր է, ինչ որ մեկը այսպես մտնում է ձեր կյանքը, որտեղ սա միանգամից է, իսկ ովքեր որ արդեն ընտանիք ունեն կամ հարաբերություններ, այդ ձեզ համար այստեղ պետք է ուշադիր լինեք։ Տեսնենք հարաբերությունները ինչպես կավարտվեն, եթե ունեք։ Նեք, վեճ է սա, եւ վեճն է բերում դրան։ Վեճը կարող է բերել կտրուկ բաժանման։ Իսկ եթե միայնակ եք, սա ձեզ համար ինչ է։ Գումարատեր մեկը։ Ֆինանսներ, ֆինանսապես ապահոված վայցը մեկը, կարող է կտրուկ մտնել ձեր կյանք, անսպասելի մուտք գործել ձեր կյանք, ինչ-որ մեկն է։ Եվ այստեղ նաև սա ուրիշ նշանակություն ունի, մենք կխոսենք այս մասին, ես անպայման ձեզ կբացատրեմ, քարտը չէ, նշանակությունը։ Եվ տեսնենք փաստաթղթերը, ինչ է ձեզ ասում, փաստաթղթերը սա անցյալից փաստաթղթեր են, կարող է ինչ-որ մի բանակ ձևակերպել, հիմա պատասխաններն եք ստանում, միգուցե նաև պետք է ձեզ դիմում են, որ ինչ-որ մի իմ որ թվականի փաստաթուղթ տակ, ինչ-որ մեկին գնաք, արխիվ հանեք, բերեք տակ, դա կարող է լինել նաև թոշակետ կապված հարցերով, որ մարդիկ աշխատում են այն ժամանակ, օրինակ, ինչպես որ մայրս էր գնաց, արխիվներ ընկավ, իր աշխատանքի հետ գրքույկը կորցրել էր, ինչ էր գնաց, ինչ-որ տեղեր, որտեղ փակվել էին արդեն այն թվականներին, եւ այդտեղից փաստաթուղթ էին ուզում, որ ցույց տան, որ աշխատում էր, աշխատել է կամ ինչ-որ սովորել է նաև, այդ ամեն ինչը միգուցե նաև դուք էլ պետք է գնաք, այնտեղից վերցնեք, կամ սա անցյալի հետ կապված ինչ-որ բաներ են, ինչ-որ այն ժամանակ չեք լուծել, հիմա այդ փաստաթղթերի հետ կապված հարցերը պետք է ի վերջո լուծեք, փակեք, ավարտեք, այդպես։ Այդ հարցին վերջնական լուծում տակ։ Դե եթե թոշակն է այստեղ, թոշակ, ալիմենտ, դա կարող է լինել, գուցե ալիմենտը արդեն գրանցված է, բայց դեռ գումարներ չկան, կարող եք դիմել եւ այն ինչը որ չի վճարվել, դրանք բոլորը վճարվեն ձեզ։ Ճամփորդությունը տեսնենք, կարող եք ճամփորդել, գումար ծախսել ճամփորդության վրա, հնարավոր է այստեղ շատ, որովհետև կարող եք նաև ընտանիքով գնալ, կարող եք գնալ ինչ-որ մեկի մոտ, դրսից կարող եք նաև գումար ստանալ, չի բացառվում, ոմանք կարող են գնալ գործուղման և այդպես նաև գումար աշխատեք, ճամփորդությունը հավանական է, եթե թեկուզ կարճ ինչ-որ մի տեղ կամ ավելի հեռու ինչ-որ մի տեղ կգնաք, աշխատանքը, բիզնեսը, Այդտեղ ոմանք, ովքեր որ աշխատում են ընկերական մթնոլորտ կլինի, ովքեր որ չեն աշխատում կարող ձեր ընկերը ձեզ օգնի, որպեսզի ընդունվեք աշխատանքի, կամ գուցե դուք եք օգնում իրեն ընդունվելու աշխատանքի, բիզնես կարող եք սկսել ձեր ընկերոջ հետ,
իրար հետ ոչ մի գործունեություն անեք, նաև դե աշխատում եք, մեկ էլ ձեր ընկերն է ընդունվում հենց նույն տեղը եւ հա շատ լավ է լինում ձեզ համար միասին սկսում եք աշխատել, ավելի հավես է այդպես, որ նաև ինչ որ քեզ հարազատ մեկը կա։ Ձեր աշխատանքին, բիզնեսին կվերաբերվեք ավելի հավատարմորեն, ավելի ոնց որ կկենտրոնանաք հա վրան, կենտրոնանաք եւ կանեք, դե հավատարիմ մնալ ոնց որ ձեր բիզնեսին, ձեր գործին եւ զբաղվել դրանով, ոչ թե աչքա թող անել, հա, ավելի շատ այդպես կխորանաք ձեր գործունեության մեջ, նաեւ եթե աշխատում եք, աշխատանքը եւս հա, այնտեղ շատ հավատարիմ կմնաք ձեր աշխատանքին, թե ինչպես եք անում, ամեն ինչ նորմալ կանեք, ամեն ինչը կարգին։ Հիանալի քարտ է դա։ Տեսնենք ընկերություն, նաև օգնություն։ Դա այստեղ օգնություն հստակ կստանաք, եթե դիմեք ոչ միտեղ։ Ընկերներից ոմանք ոչ մեկը կամ կարող է ամուսնանալ եւ գնաք հարսանիքի նշանադրության։ Կարող եք նաև գործարք կնքել ինչ որ մեկի հետ, թեկուզ այդ օգնության հետ կապված ոչ թե կազմակերպություն եւ դա գործարք կնքեք եւ ձեզ օգնություն տրամադրեն, որպեսզի ինչ որ գործեր անեք, գործեր սկսեք անել, այդպես։ Ընկերների հետ կապը ավելի կամրապնդվի այս դեպքում, ավելի ամուր, նաև կարող է ընտանիքով, ընտանիքներով այդպես ավելի ամրապնդվի։ Դե իհարկե ոչ բոլորի հետ, բայց կունենաք այդպեսի մի ընկեր, որ իրոք ձեզ համար ավելի հարազատ կլինի։ Ինչ որ մի բանով կողը նաև իրար մեջ եք ինչ որ պայմանագիր կնքում եւ ինչ որ գործ եք անում իրար հետ։ Տեսնենք վախերը, խնդիրները, գաղտնիքը։ Այստեղ վախեր կան, վախեր իրոք կան, խնդիրներ իրոք կան, հերթով հարցը տանք։ Ինչ խնդիր կա, ինչ վախեր ունեք դուք։ Ինչի վերաբերյալ։ Վախը կորուստն է։ Մենք այստեղ անձնական կյանքում ունեինք կորուստ, վախը կորուստն է։ Վախը կամ կտրուկ ոչը քայլ անելն է։ Ինչ որ մի բան, որ կտրուկ անեք ձեր կյանքում, կախված է թե որ ոլորտը, վախը դրանում է։ Խնդիրը ինչում կլինի։ Խնդիրը ֆինանսների հետ է կապված։ Ֆինանսական խնդիրներ են։ Միգուցե գումարը ուղարկելու, գումարը ստանալու, հա, ինչ որ նմանատիպ պահեր են։ Գումարային խնդիր է այստեղ։ Միգուցե չեք աշխատում, նայեք այստեղ կարող է ինչ որ հատուկ աշխատանք չունեք։ Եվ գաղտնիքը այստեղ եւս, հա, մարդը ունի վախ, գաղտնիքը բացահայտվելու, ինչ գաղտնիք են կամ ինչ ոլորտում է այդ գաղտնիքը։ Գաղտնիք չկա եւ ձեզ համար ավելի լավ կլինի, եթե ինչ որ մի բան օրինակ բացահայտվի, դուք ավելի ուրախ կլինեք, եթե թեկուզ ինչ որ մարդիկ ինչ որ բան իմանան։ Գաղտնիքներ այստեղ չկան, միայն խնդիրներ եւ վախեր էր։ Վախը կորուստներ եւ խնդիրը գումարային առումով էր այստեղ։ Գումար միգուցե ստանալ, գումար աշխատել, գումարը տնտեսել, այդպես գումարն է խնդիրը։ Այսքանը հարգելի ցուլեր, ունեք դժվարություններ, ունեք պահեր, այստեղ երեխաների հետ կարող է լինել, ընտանիքի, այստեղ զույգի, սիրո հետ կապված, նաև այստեղ խնդիրները, որոնք որ պետք է ուղղակի կարողանաք լուծել ավելի հանգիստ խաղաղ ճանապարհով։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաջողակ ապրիլ ամիս եմ մաղթում։